Սիրելի բարեկամներ, եթերում կրկին բաց համալսարանն է։ Երևի այս հաղորդաշարի ընթացքում հասցրել եք նկատել, որ հաղորդաշարը մեր մասին է, մեր ժողովրդի, մեր երկրի եւ մարդկանց, հատկապես այն մարդկանց, ովքեր կարողանում են մեր կյանքը շտկել, կարողանում են դարձնել այն ավելի լավը, ավելի բովանդակալից եւ անպայմանորեն մեզ առաջ են տանում։ Մենք առօրյա դժվարություններ ունենք, հոգսեր ունենք, մենք ապրում ենք ոչ այնքան հանգիստ եւ հանդարտ բարեկեցիկ կյանքով։ Եվ այս ընթացքում կան մարդիկ, ովքեր չեն մոռանում իրենց հիմնական գործը, չեն մոռանում իրենց առաքելությունը եւ ոչ միայն աշխատում են, տառացիորեն ծառայում են այդ առաքելությանը։ Եվ այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք մեր սրահում, մարդ անկեղծ ասած, ես որի հետ ծանոթացա եւ շփոթվել էի, չգիտեի ինչպես պետք է այսօր ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին, որովհետեւ մարդը ինքը բազմակողմանի է եւ զբաղվածությունն է բազմակողմանի եւ հետաքրություններն են բազմակողմանի եւ բոլորը խորը, խորքային, հետազոտական այդ երևի դա էր պատճառը, որ որոշեցի սկսել ամենահիմնականից ու ամենակարևորից, այսինքն մարդ հայրենասերից, մարդ քաղաքացուց։ Եվ այսպես մեր եթերում բժիշկ, պատմաբան, գիտնական, գրող եւ այս շարքը մի քիչ էլ կարելի է շարունակել, պարոն Արա Գևորգյանն է։ Արա Մկրտչի Գևորգյան ծնվել է 1977 թվականին Երևանում, ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, բժիշկ-թերապևտ եւ ասեղնաբույժ է։ 1973 թվականից զբաղվում է հին աշխարհի ռազմական պատմության ուսումնասիրությամբ։ 1973 թվականից նաեւ ծրագրավորման եւ համակարգչային վերլուծաբանության, իսկ 79 թվականից բժշկական փորձագիտական համակարգերի մշակման, տեսական եւ գործնական հարցերով։ 1977-ից 95 թվականներին աշխատել է Գյումրիում, զբաղեցրել է թիվ 1 հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի վարիչի, այնուհետև բուժական գծով առողջապահության բաժնի վարիչի տեղակալի պաշտոնները։ 1983-ից 1995 թվականներին եղել է Գյումրիի եւ Շիրակի սոցիալ-տնտեսական գոտու գլխավոր թերապևտը։ 1996-ից 2014 թվականներին ղեկավարել է Արևելք-Արևմուտք գիտական եւ բժշկական հիմնադրամը Երևանում։ 2015-ից 16 թվականներին առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետն է եղել, հրատարակել է վերոհիշյալ բնագավառներին առնչվող գիտական աշխատություններ եւ մենագրություններ։ Արցախյան պատերազմի մասնակից երկրորդ կարգի հաշմանդամ է, ամուսնացած է, ունի 6 երեխա եւ 12 թոռ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մեր սրահում։ Ինչպես ասեցի արդեն, պարոն Գևորգյան, ուզում եմ սկսել ձեր քաղաքացի տեսակից։ Դուք ձեզ որպես քաղաքացի, որպես հայրենասեր, կարող եք բնութագրել, դա շատ դժվար է։ Գիտեք ինչ, հայրենասիրությունը դա բնական հատկություն է։ Դա այնպես մի բան չէ, որ պետք է ներկրվի եւ այլն։ Ողջ մարդու ապրելու կյանքի ընթացքում այդ հայրենասիրությունը ներմուծվում է մարդու մեջ։ Մարդը ընդհանրապես մի քանի մարդկային եսը, մի քանի աստիճան ունի։ Մարդ իր եսը պահպանում է, իր ֆիզիկական եւ հոգեվոր գոյությունը պաշտպանում է եւ այլն։ Բայց երբ որ հանգարց հարցը գալիս է ընտանիքը, իր երեխաները, նա կարող է հանգից զոհել իրեն, որ փրկի ընտանիքը երեխաները։ Հաջորդ մակարդակը նա է, երբ որ մայրը, որը ամեն ինչ կտա իր երեխայի համար, իր որդուն ասում է, որդիս գնա պաշտպանիր քո հայրենիքը։ Դա այն հաջորդ աստիճանն է, երբ որ այնտեղ այդ հայրենասիրությունը բնական է։ Եվ կա եւս մեկ աստիճան, երբ որ մարդկությունը միացյալ է, նա բաժանված չէ ոչ գույների, ոչ ցեղերի, ոչ լեզուների բան եւ այլն, եւ այդ ընդհանուր գաղափարները, ծագումը, նպատակները նա չպետք է երբեք մոռանա։ Կան տարբեր աստիճաններ, եւ պետք է ասել, որ հայրենասիրությունը շատ կարեւոր մաս է։ Ամեն մի նորմալ, բնականon զարգացած մարդ իր մեջ հայրենասիրությունը ոնց որ մի որոշակի շերտ սեփական եսի պետք է ունենա։
Իսկ կա չափանիշ դրա։ Դուք ձեր կյանքի ընթացքում եկել եք այդպիսի եզրակացության։ Ես ես մի բան ասեմ։ Մի կին ունի մի երեխա, մյուս ունի 10 երեխա։ Հիմա այն կինը, որ 10 երեխա ունի, 10 անգամ ավելի շատ է սիրում իր մի երեխային, կամ այնտեղ թվաբանություն չի աշխատում։ Հայրենասիրությունն այդ կատեգորիաների մեջ չի։ Իսկ վստահ եմ, որ 92 Նա հղիության նման բան է, կամ կա, կամ չկա։ կամ կա, կամ չկա։ Չի կիսաթղի լինել հնարավոր չէ։ Իսկ ձեր դիտարկումով ավելի շատ են մարդիկ, ովքեր հայրենասեր են, թե հակառակը։ Կա սահմանափակ քանակությամբ ոչ շատ մեծ 15-20% երևի իրական հայրենասեր մարդիկ, նույնքան երևի մի 10-15% բացարձակ հայրենասիրությունից զրկված մարդիկ, մնացածը կեղծ հայրենասեր են։ Երևի հենց հայրենասիրությունն էր առաջին հերթին, որ ձեզ մղեց 92 թվականին գնալ մասնակցել մեր պատերազմին Ղարաբաղյան եւ Փառք Աստծո դուրս եկաք իհարկե Որոշ կորուստներով։ Այո, որոշ կորուստներով դուք անձնական, բայց այսօր մենք այստեղ ենք եւ կարող ենք այդ մասին խոսել։ Ես պատկերացնում եմ այդպես, որ որպես հայրենասեր մարդ, շատ բարձր գիտակցությամբ օժտված մարդ դուք գնացիք, իսկ ինչ գնահատական կտաք ինքներդ ձեզ այդ պահին։ Ինչպեսին եք դուք։ Հայրենիքը պետք է պաշտպանել սահմանին։ Թշնամին չպետք է ներխուժի հայրենիք սահմանից ներս։ Եթե էմոցիոնալ մասը հանել մի դուրս եւ հետազոտել այս վիճակը, որում մենք հայտնվել ենք, շատ հետաքրքիր ֆենոմեններ կբացահայտվի եւ մի քանի գործոնների մեջ երևի կարևորագույններն են 3-ը։ Դա տգիտությունը, դա գոռոզամտությունը եւ հայրենասիրության պակասը։ Իսկ չասեցիք հավատը նշանակություն չունի։ Ինչ հավատը։ Դե ամեն մարդ պիտի քրիստոնեական մեր հավատքը իհարկե։ Քրիստոնեական հավատքը անմիջապես երկրի պաշտպանությանը չի առնչվում։ Իսկապես։ Նա ստեղծում է մարդու ներսի եսը։ Դու քո երկիրդ պաշտպանում ես եւ քրիստոնյա ագրեսորից եւ մահմեդական ագրեսորից եւ մեկ ուրիշից եւ անհավատից, ոչ մի նշանակություն չունի։ Հետաքրքիր մարդ եք դուք շատ։ Տերը չի խառնվում մարդկային։ Ինչպես տեսանք։ Մանր մուներ ելևեջների մեջ, սա ավելի լավն է, սա ավելի վատն է։ Նա ուրիշ չափանիշներով է։ Մենք դա տեսանք արդեն եւ համոզվեցինք մեր մաշկի վրա, որ այո, Տերը չի խառնվում։ Գիտեք, ասելով ձեր մասին բազմակողմանի մարդ, հետաքրքիր մարդ, ինձ թվում է նշանակում է ոչինչ չասել, որովհետև իրոք ձեր հետաքրությունների շրջանակը շատ լայն է, շատ մեծ է եւ շատ խորն է։ Կարող է լինել լայն, բայց մեկը երկուսը լինեն խորը։ Ինչպես է ձեզ հաջողվում խորանալ այդքան բնագավառներում, այդքան ասպարեզներ շոշափել ունենալ հետաքրության մեջ եւ խորանալ։ Դա ինձ թվում է մի քիչ անկարելի է։ Օրինակ, շատ ինձ հետաքրեց, ես կարծում եմ մեր հայրենակիցներին հեռուստադիտողին էլ կհետաքրի, ձեր սեղանի ավանդական ռազմական խաղերի նկատմամբ ոչ միայն հետաքրությունը, այլ դուք պարզապես գիտական մոտեցում եք ցուցաբերել այս հարցին եւ ուսումնասիրել եք եւ գրքեր եք ստեղծել։ Խնդրում եմ մի քիչ մեզ լուսաբանեք։ Ես երբևէ չեմ մտածել խորությամբ օրինակ այս հարցի շուրջ եւ ինձ թվում է շատերը պարզապես մարդիկ խաղում են, պարզապես խաղում են սեղանի խաղեր, բայց ոչ ոք չի մտածում դրա ազդեցության մասին։ Կան տարբեր տիպի սեղանի խաղեր, բազմաթիվ։ Օրինակ տեսեք նարդին, դա տրամաբանա հավանական խաղ է։ Տրամաբանա։ Բայց ասենք շախմատը, տամաները, շաշկիները, գոն, չինական վեյտին, կորեական պադուկը ու գոն, ճապոներեն իգո, միջազգային անունը գո է։ Նա ամենաբարդ խաղն է, մի 1000 անգամ շախմատից ավելի բարդ է։ Հա, նա այդ խաղերը նրանք ռազմական, ռազմավարական խաղեր են։ Դրա համար որ մենք անվանում ենք սեղանի տրամաբանական, ռազմավարական խաղեր, սեղանի, որտեղ սեղանի վրա են խաղում։ Սեղանի վրա են խաղում։ Ավանդական, որովհետև նրանք հազարամյակներ են, պատմություն ունեն։ Շաշկին եւ գոն կարող ենք տանել գրեթե 4000 տարի առաջ։ Շախմատն էլ չէ։ 1.500 տարի է շախմատն է։ Հենց որ նրանք բոլորը եկել են հին աշխարհից։ Հետաքրքիր։ Այո։ Եվ ունեն մեծ ավանդույթ։ Եվ զարգացում ինչ որ, գոն զարգացում չի ունեցել, այնպեսի կատարյալ օրենքներ է ունեցել, որոնք արդեն զարգացնել հնարավոր չէ։ Զարգանալու տեղ չունեն։ Տեղ չունեն, հասել է իր գագաթին ի սկզբանե։
Եվ ինձ շատ հետաքրքրում են այդ խաղերը, ինձ հետաքրքրում են ոչ միայն խաղը ինքնին, այլ հետաքրքրում են մարդը, որը խաղում է այդ խաղը։ Գիտեք, ինձ էլ է դա հետաքրքրում։ Ոչ թե խաղը, ես իմանամ, թե այս խաղը ինչ պատմություն ունի, այլ ես ուզում եմ հասկանալ, որպես մանկավարժ, որպես մայր, որպես քաղաքացի, ինչ է դա տալու իմ երեխային, մեր երիտասարդներին եւ հետագայում իհարկե մեր հանրությանը։ Դուք գիտական ուսումնասիրություն ունեք դրա վերաբերյալ։ Մի քիչ մեզ լուսաբանեք։ Պետք է շուտով հրատարակվի, բայց ես դες մի բան ասեմ։ Եթե հանգարց հյուրականվեք իմ մոտ տանը, ես դες ցույց կտամ իմ պահոցը, որտեղ կա 26 տախտակ, որոնց մեջ ամփոփված են աշխարհի բոլոր ավանդական խաղերը։ Սեղանի խաղերը։ Սեղանի ռազմական, ռազմավարական խաղերը։ Սակայն ես գրում եմ այն խաղերի մասին, որը լավ գիտեմ, որի մասին ես խաղում եմ, այն մնացածը նշում եմ, որովհետև նրանց ծանոթ եմ, բայց սեփական փորձ չունեմ։ Հա, իդեպ շատ լավ հիշեցրիք ինձ մի միտք։ Մենք ունենք հայկական ավանդական սեղանի խաղեր։ Իսկապես տաման։ Առաջ դա կոչվում էր ռես, շարք։ Եվ բավական հին է, փաստորեն։ Ուրեմն առաջին նյութական նմուշը, որ մենք ունենք Անի պեղումներից եւ վերաբերում է 10-րդ դարին։ Դա Նիկողայես Մարը ղեկավարած այն արշավախումներ, որտեղ մասնակցում էր եւ Օրբելին, եւ այլն, եւ այդ նյութերը եղել են քարերը ժայռապատկերի վրա պատկեր է եղել պատկերված խաղի եւ այլն, դրա մասին գրվել է եւ հետագայում երբ որ արդեն նահանջ է, այդ նյութերի մի մասը բերվել է Երևան, մի մասը Թիֆլիս, իսկ մի զգալի մասը գնացել է Սանկտ Պետերբուրգ, հետո Լենինգրադ։ Բայց մենք գիտենք, որ այդ առաջին նյութը եղել է, բայց հին խաղերի մնացորդներ Հայաստանում տարբեր վայրերում շատ են հայտնաբերված եւ մեր հնագիտության ինստիտուտում այդպիսի մի պատկառելի կոլեկցիա կա, հավաքածու կա, որը որ Իսկ դուք կարող եք գնահատական տալ այդ խաղերը մեզ ժողովուրդը ստեղծել է, եթե դարեր առաջ ստեղծել է ժողովուրդը մի բան, ուրեմն դա ոչ միայն հաճույքի համար է եղել, դա եղել է նաև ինչ որ անհրաժեշտություն։ Այսօր կարող ենք մենք դրան ինչ որ դերակատարում տալ մեր մատաղ սերնդի դաստիարակման, մարդու ձևավորման։ Եկեք երկու մասի հարցը, ուրեմն խոսանք ինչու են ստեղծվել եւ հետո խոսանք հիմա մեզ պետք են թե չէ։ Պետք են թե ոչ։ Ուրեմն առաջինը այդ խաղերը առաջին խաղերը չեն մարդկության, որ մեզ հայտնի են սեղանի։ Եգիպտական Սենետ խաղը կամ Միջագետքում Ուր քաղաքի խաղը, որի օրենքները մենք գիտենք խաղի մոտավորապես, բայց ինձ թվում է բավականին մեծ ճշտությամբ վերականգնվել են։ Նրանք 5000 տարեկան են գրեթե երկուսն էլ։ Բարձ է։ Ուրեմն գիտակցությունը սեղանի վրա, տախտակի վրա մոդելավորել ճակատամարտը, պատերազմը, նա գալիս է նրանից հետո, երբ որ այդ պատերազմները բան եւ այլն ինչ որ ձևի գլխի մեջ կանոնակարգվում են, то есть սկսում է ինչ որ մի տեսություն ստեղծվել է սկզբում, ինչպես դուք ձեր դա քիչ թե շատ կոպիտ, բայց նա մոդել է, որը արտացոլում է այդ պայքարը։ Բնական է, որ բնական ճակատամարտը անհամեմատ ավելի բարդ է, այո։ Եվ նա ստեղծվել է։ Եվ հետո մի ուրիշ հետաքրքիր բան կա, տեսեք 3 հիմնական խաղատեսակներ կան, որոնք ստեղծվել են։ Շաշկին տամանը մենք տամա ենք ասում, շաշկից ասում են, որ մարդիկ որ լսում են, հասկանան որն է խոսքը։ 3 հիմնական խաղատեսակ կա։ Դա այդ տամաներն են, շաշկիներն են, գոնա եւ շախմատն է։ Ես միջազգային ուշադրություն դարձրի, որ շախմատ չեմ ասում։ Որտեւ մենք շահ ենք ասում, շահն շահ։ Այսինքն մենք պիտի ասենք շախմատ։ Հենց ունեն գրում են խ։ Գրում են շախմատ, որտեղ հենց ունեն։ Մենք ունենք, բայց մենք պատճենում ենք անհարկի այն ինչ ունեն։ Դա մերս ասում եմ շախմատ կամ ճատրակ։ Հա, ճատրակ հիմա շատ են արևմտահայերեն, իսկ ճատրակը գալիս է հնդկական ճատուրանգայից։ Այո, ճիշտ։ 4 անկյուն 4 մաս, որ սկզբնական խաղը տենց։ Պարոն Գևորգյան, ամեն դեպքում մենք մի պահ կար, որ դպրոցներում շախմատը ձեր ասած սկսեցինք լայնորեն կիրառել եւ սովորում են երեխաները։ Հիմա կարծեմ թուլացել է այդ միտումը, նույն շատ դպրոցներում երևի հանել են, որոշ դասարաններում չեն անցնում, բայց ձեր կարծիքը իսկապես դա պետք էր մեր եւ պետք է արդյոք այսօր։ Այն որ նա օգուտ տվել է միանշանակ։ Միանշանակ։ Բայց ես հիմա դրան մի միտք էլ ասեմ եւ
վերադառնանք դրան։ Հիմա տեսեք, որտեղ են ստեղծվել այդ խաղային համակարգերը։ Եթե մենք ուշադրություն ենք դարձնում, դա հին Հունաստանն է, ըստ ավանդույթի արքայազն Պալամեդը տրոյական պատերազմի ժամանակ, որ ձանձրույթը հաղթահարի ստեղծել է խաղ շաշկի նման եւ պատկերված է այնտեղ եւ այլն։ Այդ Պետեան է, որ հետո վերածվեց հռոմեական լատրինկուլոյին, էլի։ Հնդկաստանը։ Չէ, մի րոպե, Չինաստանը, որը ստեղծեց գոն, եւ Հնդկաստանը, որը ստեղծեց շախմատը։ Երեք այն հին ցիվիլիզացիաները, որոնք ստեղծել են ավարտական փիլիսոփայական համակարգեր, որոնք ունեն հսկայական ժառանգություն, հսկայական Այսինքն այսօր կարելի է պատրաստի վերցնել այդ փիլիսոփայական համակարգերը, կիրառել, օգտագործել, կրթել դրանցով, սովորեցնել։ Եթե դու ոնց որ ժամանակակից մարդ ուզում ես տիրապետես արդիականությանը, անպայման դու պետք է պատմականությունը անխուսափելի է։ Այն մարդը, որ զրկված է պատմությունից, ասում է Լորդ Բոլինգրոկը, նա ասում է, որ նա դատապարտված է անընդհատ կրկնել իր պատմությունը, սխալները, այո, վերադառնալ։ Եվ տվյալ դեպքում այդ երեք համակարգը շատ ռաֆինացված, ներքուստ ավարտուն, ոչ թե բոլոր հարցերը լուծված են, բայց դա համակարգ է։ Այդ համակարգերը ծնվել են նաև սեղանի ռազմավարական խաղեր։ Հիմա շախմատի օգտագործումը Հայաստանում։ Ուրեմն շախմատը մեծ դեր խաղաց դրական։ Որքանով մենք լավ ու կատարյալ դա արեցինք, դա ուրիշ հարց է, որը քննարկելի է։ Երևի այդքան շատ մանկաբարձություններ չունենք։ Որը հարցն է, որ ավելի շատ նատեսական բնույթ գրեց, գրքերում խնդիրներ լուծել, բան, այո, ոչ թե գործնական խաղ, բայց դա խաղ է։ Դա խաղ է։ Խաղը մի քանի նպատակ ունի։ Կան խաղը ունի սպորտային նպատակ, մրցում են, պատրաստում են եւ այլն եւ այլն։ Բայց խաղը ունի նաեւ շփման նպատակ, երբ որ երեկոյան հանդիպեցին, դրեցին, խաղացին եւ նաեւ դաստիարակչական եւ նրան դաստիարակում է նաեւ միտքը։ Բանապարտին է պատկանում մի միտք։ Նա ասում է ճակատամարտը իրական ավելի շատ նման է քարտի խաղին, խաղաքարտին, քան թե շախմատին։ Որտե պատահականությունները ավելի շատ են։ Բայց նա խորհուրդ է տալիս իր զորավարներին շախմատ խաղալ, չի ասում կարդ խաղացեք։ Գիտեք, հետաքրքիր է ինչն է, պարոն Գևորգյան, որ այստեղ գալիս հաղորդումից մի քանի ժամ առաջ ես մտածում էի, որ մենք պետք է խոսենք անպայման բժշկությունից, առողջապահությունից, քանի որ դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ձեր կոչումը, ձեր հիմնական առաքելությունն է կյանքում, բժշկությունը չի արդյոք, չէ, այդպես է։ Ես գիտեք համոզվել եմ, որ են իսկական բժիշկները, կոչումով բժիշկները, ռուսերեն ասում են վրաչ od Boga, չէ, այդ արտահայտության տակ սենց մտնողներ այդ ձևակերպման, իհարկե ինչով որ զբաղվեն, միևնույնն է հիմնական առաքելությունը մնում է բժշկությունը, առողջապահությունը։ Եվ տարօրինակ է, որ մենք արդեն բավական ժամանակ զրուցում ենք եթերում եւ այդ մասին դեռ ոչ մի խոսք չի եղել։ Ես ուզում եմ, որ դուք ինքներդ ձեզ հարց տակ եւ այդ հարցին պատասխանեք։ Լինելով դասական, ուրեմն բժշկական կրթություն ստացած մարդ, դուք անցել եք նաեւ այլ բժշկության ձևերին եւ առողջապահությունում գտնում եք, որ պետք է անհրաժեշտ է կիրառել նաեւ ավանդական բժշկության ձևերը, տեսակները եւ ունեք փորձ փաստորեն, ունեք գրքեր գրված այդ մասին։ Ինչ կասեք, Հայաստանում մենք ունենք այդ փորձը բավարար չափով։ Գիտեք ինչ, 1983 թվականին Չինաստանում, մեծ մասամբ, մեծ երկեր է այնտեղ, մեծ մասամբ իրանք անջատումը արևելյան ավանդական բժշկության եւ ժամանակակից, ասենք, եվրոպական բժշկության վերացրին։ Ուրեմն իրանք միացրին ֆակուլտետները եւ մասնագիտացումը տվեցին ինչ որ տարի հետո։ Մի քանի տարի սովորելուց հետո։ Իրանք հասկացան, որ այդպիսի խորը անջերպետ դրանց մեծ գոյություն չունի։ Եվ հետո մի բան։ Չէ, դե նպատակը նույնն է, նպատակը։ Ման ուրիշ բան ասեմ։ Ուրեմն մենք մեր բժշկության մեջ, ամեն ինչի մեջ եւ այլն ուղևորում ենք արիստոտելյան տրամաբանական այդ սիլոգիզմներով, բանով եւ այլն։ Կա չինական տրամաբանություն, որը տարբերում է, կա նաեւ հնդկական Նարյանյանը,
բայց կա նաև չինական, որը հիմնված է թվերի վրա։ Ուրեմն այն բոլոր պնդումները, գրվածքները, չինական նախագիտությունը եւ այլն, նրանք այնքան էլ չեն համապատասխանում։ Դրա մասին խոսեց ամերիկացի Նիդեմը, դրանից հետո աշակերտներ ունի հատկապես Ռուսաստանում, Կոբզևը եւ այլն, Կարապետյանց եւ այլն, որոնք սկսեցին ապացուցել, որ դա այդպես է սպիրին է եւ այլն։ Եվ ինչ են ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ նա էլ է գիտական համակարգ։ Ուրիշ բան է, որ նա արդի գիտական համակարգ չէ։ Արդի գիտական համակարգը սկսում է Դեկարտից, Լեյբնիցից։ Շատ լավ, իսկ Հայաստանը այսօր ինչ վիճակում է այդ առումով։ Կներեք, մեզ ամենաշատը հետաքրում ենք մենք։ Գոնե մեր բացամասարանի եթերում հետաքրքիր է իմանալ, մենք ինչ վիճակում ենք, ինչ ստադիայում ենք զարգացման կամ կանք առհասարակ այդ համակարգում։ Ես դες մի բան ասեմ։ Մեր մոտ կան ասեղնաբուժներ, մի քանի տասնյակ, որոնք միավորված են նաև այսպիսի ասոցիացիայով, որքանով նա ակտիվ է գործում հարց է, բայց նա գոյություն ունի Ավագյան Մկրտիչը նախագահն է եւ իր կազմակերպչական եռանդի շնորհիվ նրան երբեմն ինչ որ բան Այսինքն կարող ենք ասել, որ կա ասեղնաբուժություն, բայց ընդհանուր առմամբ ավանդական բժշկություն համակարգված, սիստեմավորված չկա։ Բժշկության համակարգը անհամեմատ ավելի մեծ է։ Մեծ է։ Ինքը ասեղնաբուժությունը չինական ավանդական բժշկության մի շատ կարևոր, բայց միայն մի մասն է։ Չէ, դուք իսկական պատրիոտ եք, հայրենասեր եք, որովհետև չեք ուզում գնահատական տալ։ Շնորհակալ եմ։ Չէ, գնահատական ես ցանկացած չեմ ուզում անպայման քննադատություն, բայց ես մի բան ասեմ, ցանկացած զարգացող երևույթին Եթե պետք է գնահատական տաս միայն այն ժամանակ, երբ որ քո գնահատականը օգնում է իրեն զարգանալ։ Շնորհակալ եմ։ Ես եմ դիրքորոշում ունեմ, շատ սկսում է բաժանել եւ քննարկումները բանը դուրս են գնում զարգացումից, թույլ տվեք լռեմ դրա մասին։ Եվ դրա երևի դա է հենց պատճառը, որ դուք այդքան շատ աշխատում եք։ Այսինքն դուք ժամանակ չեք տրամադրում քննադատելուն, ինչ որ բացեր գտնելուն, դուք անընդհատ աշխատանքի process-ում եք։ Հանկարծ այդ քննադատությունը տեսնում եմ, որ կարող է ինչ որ կառուցողական արդյունք ունենալ։ Լինի դա Երևանում երկար տարիներ աշխատել եմ Լենինականում։ Ես Մոսկվայում եմ բազմաթիվ ելույթներ ունեցել Մոսկվայում եւս շատ ակցիներ մեղել առաջին Մոսկվայի համալսարանի ամբիոններում բանում եւ այլն, ես զբաղվել եմ գիտությամբ, որի մի մասը կապված է իրանց հետ։ Ես իմ կարծիքն ասել եմ, բայց միշտ կոնստրուկտիվ, դա չի եղել, ասենք, ասելու համար, էլի, բարձրապես։ Գիտեք, ես մի քիչ ընթերցեցի ձեր գիրքը, սա իհարկե ձեր ոչ գիտական գիրքն է, այլ ասացվածքներ, բանաստեղծություններ, թարգմանություններ։ Բարբեր տարիներից հավաքված։ Հա, ես դեռ ամբողջը չեմ ընթերցել, բայց շատ հետաքրքիր է, ես պիտի կարդամ մինչև վերջ։ Բայց այստեղ ինձ ձեր ասացվածքներում ինձ հետաքրեց մի արտահայտություն, որը դուք հաստատ դուք ձեր մեջ արդեն բավական էված եւ ձևավորված մտքերն եք այստեղ արտահայտել այս գրքում եւ այստեղ կա այսպիսի մի բան։ Կյանքում ամենից շատ, այսինքն միայն նախանձում եք այն մարդկանց, ովքեր ձեզանից լավ են տիրապետում հայոց լեզվին, հայերենին։ Բոլոր իմ ընկերները, ծանոթները, բան որ խոսացել են, անխտիր այս ամեն ինչից ընդգծում են միայն դա։ Էդ են հարցնում։ Ասում են, որ ես քեզ հետ համամիտ եմ, ես նույնպես եմ մտածում։ Փաստորեն իսկ առաջինը ասեց Սաշուրը Քալաշյան, ճարտարապետ։ Սաշուրն ասեց, ես քեզ հետ լրիվ համամիտ եմ։ Իմ ընկերները։ Ես հիշեցի Վիկտոր Համբարձումյանի կտակը, որ կտակել է մեզ, որ կտակում է եւ պատգամ է որպես թողնում, որ մնացած բոլոր սերունդները եւ իրենից հետո եկողները անպայման շատ լավ տիրապետ են հայոց լեզվին։ Ինչ եք դուք սրա մեջ տեսնում։ Այդ լեզվի շնորհը ես շատ սուր զգում եմ։ Շնորհը, որ մեզ շնորհված է այդ լեզուն։ Իսկ օգնում է հայոց լեզվի շատ լավ իմանալը, տիրապետելը լեզվին, օգնում է մարդուն կրթվելու ընթացքում, դաստիարակության, որպես քաղաքացի ձևավորելը։ Լեզուն անմիջական կապ ունի նաև մտածելակերպի հետ։ Բայց ինչի մենք ունենք Ամերիկայում կրթված մեծացած մարդիկ, ովքեր հայերեն չգիտեն կամ նույնը Ռուսաստանում, այլ երկրներում, բայց շատ լավ հայրենասերներ են, շատ բարձր են գնահատում իրենց ծագումը, հայ լինելը։ Պատերազմի եկան մասնակցեցին քանի անգամ։ Ես իմ շարունակական պատերազմների մեջ իմ թորներիս հետ անընդհատ խոսում եմ նրա մասին, որ մի խոսիր թուրքերեն։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն խոսիր հայերեն։
ասում են դա թուրքերեն չի խոսում, անգլերեն է խոսում, ռուսերեն է խոսում եւ Ձեզ համար միևնույն է։ Ասում են մայրը մեկն է լինում, երկու մայր չի լինում։ Ճիշտ։ Մայրենի ոչ մայրենի։ Ճիշտ է։ Որովհետեւ ասում են, եթե տենց խոսենք, ես թուրքերեն լեզվի հանդեպ է ոչ մի հագակրանք կամ ինչ-որ բան չունեմ։ Դա զուտ պայմանական անվանում է։ Այո, ես ձեզ հասկացա, Արարի։ Գիտեք, ինձ շատ զարմացրեց մի հանգամանք, որ իհարկե դուք շատ կարդացած մարդ եք, դա պարզ է բնական է, բայց որ ձեր անձնական գրադարանը 16000-ից ավել գիրք է պարունակում, դա զարմանալի է, նախ իհարկե ամեն բնակարանում հնարավոր չի պահել այդ քանակը գրքերի եւ երկրորդը ձեր գրքամոլությունը, գրքասիրությունը բերել է։ Այո, կարդացել եմ, բերել է գրքամոլության, ու ինչով է դա արտահայտվում։ Ոչ մի գրքասեր չի մնում։ Հա, դառնում է գրքամ։ Անպայման, պարտադիր դառնում է գրքամ։ Եթե չի հասցրել, ինչ այդ մահացել։ Դե հիմա պիտի խնդրեմ մեր ավանդական հարցերից մեկին պատասխանեք։ Իհարկե ձեզ շատ կարդացած մարդուն մի շատ դժվար է լինում այդ խորհուրդը տալ, այնուամենայնիվ խնդրում եմ խորհուրդ տվեք մեր հանրությանը, մեր հայրենակիցներին, ինչ պիտի ձեր կարծիքով, ինչ գիրք կամ որ հեղինակին պիտի անպայման կարդա կամ կարդացած լինի։ Ես խորհուրդ կտայի, որ Հակոբ Օշականի կարդան ուրեմն զուգակշիռ արևելահայերեն եւ արևմտահայերեն գրականության։ Իրենք շատ բաներ չեն համաձայնվի, շատ բաների հետ կվիճեն, բայց դրա հետ միասին այնպիսի նոր տեսանկյունից կնայեն մեր գրականությանը, կտեսնեն գնահատականներ, որոնք եթե նույնիսկ վիճել են, շատ խորն են եւ մտածված։ Լավ, բայց ես կարծում եմ, որ դա ավելի շատ մասնագետներին պետք է խորհուրդ տալ, ընդհանրապես հանրությանը, կարծում եք հետը պարտադիր կարդում է մեր ճնշող մեծամասնության համար ժողովրդի հայերեն գրականությունը դա արևելահայերենն է։ Արևմտահայերենը խորձավակն է, անկյուններում նետված։ Համարյա չեն կարդում։ Չէ, եթե բանասիրականում սովորում են, հանձնարարում են ցուցակով կարդում են, մշտական մռնչոցը, թարս հայացքները բան մի քիչ ազդում են թորներից վրա, բայց նրանք դժկամությունով են կարդում։ Պետք է ինչ-որ մի քանի տասնյակ գիրք կարդալուց հետո այդ տարբերությունը կանցնի, բայց այդպիսի իներցիա կա։ Էլ չեմ ասում մեր այս ուղղագրության երկփեղկվածության անեծքը անտեղի ստեղծված այս վիճակը։ Շատ խորն եք, սուր եք դրան վերաբերվում։ Ես ոչ մի ձևի տարբերություն չեմ տեսնում։ Ես կարող եմ սկսեմ ավանդական ուղղագրությունով գրել ու սկզբում ինչ որ սկալներով, հետո կշտկեմ։ Բայց դա նաև հարստություն է, Բայց դա ես սովորական մարդ չեմ, ես նորմալ մարդ չեմ այդ իմաստով, ես այստեղ ճանապարհ եմ անցել։ Ամեն մի մարդ պարտավոր չի դա իմանալ։ Բայց մեր ռացիոնալ կրթությունը կբերի նրան, որ այդ տանջերպետը կքչանար։ Ավագ դասարանները դրա համար են։ Ճիշտ է։ Ավագ դպրոցը մեր ընդհանրապես առայժմ դեռ չի ծառայում իր նշանակությանը, իր դերը չի կատարում։ Մեր կրթական ամենատապալված հատվածն է, ամենատապալված։ Ավագ դպրոցը մի հանճարեղ միտք է, որը թույլ է տալիս արդեն կողմնորոշվող երեխային կողմնորոշվել, նա բնագիտական հատումներ ունի, մաթեմատիկական թե հումանիտար, եւ համապատասխան իրեն ոնց որ նախակրթարան լինի նրա համար, որ նույնիսկ եթե մարդը կողմնորոշվում է, չի մնում այդ ավագ դպրոցի սահմաններում, որ կրթվի, այլ գնում է էլի վարժուսույցների մոտ։ Էլ ինչի համար է այդ ավագ դպրոցը։ Եթե լինի չեն գնա։ Չեն գնա, իհարկե։ Որպես ոչ դուք ասեցիք։ Ընդունվել ենք ինչ որ մեկի։ Հա, չէ, դե մենք ինքնուրույն պարապել ենք, ընդունվել ենք։ Էնել այդ մրցույթների։ Այն ժամանակ կային մարդիկ, որոնք որ հատուկ պարապում էին, բայց քիչ, շատ քիչ։ Բայց քիչ էին, եւ իրանք պատճառ ունեն, որ պետք է հասցնեին բանանեն, իսկ մենք սովորական ցածր առաջադիմությամբ մարդիկ պարապում էին, բարձր առաջադիմությամբ մարդիկ ինքնուրույն էին պատրաստվում, ճիշտ է։ Դուք եք ասել, ես չեմ ասել, որ դուք ոչ նորմալ մարդ եք, հենց նոր ասեցիք։ Հիմա հենց այդ առումով ուզում եմ հարց տալ ձեզ։ Դուք ունեցել եք ուսուցիչ կյանքում, ում եք համարում ձեր ուսուցիչը։ Դուք խոսում եք ֆիզիկական անձ որպես ուսուցիչ, թե հոգևոր ուսուցիչ։ Դուք ինչպես որ ընկալում եք այդ հարցը, խնդրում եմ այդ ձևով էլ պատասխանեք։ Ուրեմն այստեղ կա պատասխանը այդ հարցի մասամբ իմ ասույթներից մեկում։ Ես ասել եմ, որ ին վրա շատ մեծ ազդեցություն ու տպավորություն են տողել անշուշտ Կոնֆուցին, Քունձին։ Հա, ես ճիշտ եք կարդացել եմ։ Բուդդան եւ Քրիստոսը։ Ոչ թե ձևական, այլ իրական լուրջ ազդեցություն։ Իս ժամանակակից փիլիսոփաներից
Ես շատ եմ սիրում Ալեքսեյ Ֆյոդորովիչ Լոսևին, բաներ այդ հին փիլիսոփայության Էլի կարող եք համարել, որ ուսուցչի դեր են կատարել։ Բայց ամենամեծ ազդեցություններից մեկը իմ փիլիսոփայական հայացքների, օնտոլոգիական հայացքների բանի վրա թողել է Նիկոլաս Հարտմանը, նա գերմանացի փիլիսոփա է, մոտավորապես անցած դարի 50-ական թվականներին է մահացել։ Փաստորեն դուք ունեք մեծ ուսուցիչներ, համաշխարհային մասշտաբի ուսուցիչներ, իսկ կյանքում դպրոցում, համալսարանում կան եղել են մարդիկ կամ մեկը, որ ձեզ ինչ որ ուղղություն է տվել կամ ողջ կյանքը իմ վիճել եմ ու հանդիմանել եմ Ռաֆայել Պավլովիչ Ստամբոլցյանին։ Ողջ կյանքը։ Մինչև սկսել եմ նկատել, որ շատ ձևերի մեջ հետազոտության բան եւ այլն իրան նմանվում են եւ հասկացել եմ ինչու է ինքը իրեն միշտ ասում էր, որ ես իր ամենասիրված աշակերտներից։ Այ ուսուցի, դա էլ է ուսուցչի կերպար, որի հետ վիճում ես, բայց սովորում ես նաև։ Վեճը ոչ թե անձնական բնույթ։ Հա, պարզ է։ Նա հաճախ դիմում էր այդպիսի բանին, նա ինչ որ մի սխալ թեզ էր քաշում, իսկ որտեղ դա ասել է պրոֆեսորը կամ ակադեմիկոսը, ուսանողները շատ պարկեր, սպասում էին, բան չեն ասում։ Ասում էր, իսկ տեսեք Գևորգյանն են դռան մոտ կանգնած, իմ հետ համաձայն չէ։ Լավ, իսկ ում հետ կուզեիք հանդիպել այսպես երևակայական, իհարկե այն մեծերից, որոնք չկան այսօր, կարող եք գնալ դարերի խորքը։ Գիտեք ինչ, Հարտմանին ես կուզենայի տեսնեի մի քանի բան։ Եվ ինչի մասին պիտի զրուցեի։ Փչացած գերմաներենով, իսկ ես շատ կուզենայի տեսնեի Տիգրան Մեծին։ 3 հատոր եմ նվիրել իր բնական է ռազմական։ Այ 3 հատոր նվիրել եք Տիգրան Մեծի։ Եվ ես կուզենայի տեսնեի իմ պատկերացումները որքանով համապատասխանում են իրականությանը։ Այսինքն 3 հատոր գրել եք Տիգրան Մեծի պատմությունը եւ դեռ հարցեր ունեք։ Ռազմական։ Այո, պարզ է, ռազմական։ Եվ հարցեր ունեք, իրեն որ տեսնեիք։ Բազմաթիվ հարցեր։ Բազմաթիվ։ Ես այնքան հարցեր ունեմ, որ ես կարծում եմ, որ դուք 4-րդ հատորներ ունեք։ Իմ հետ համեմատվի այդ հարցերի քանակով, որ ես ունեմ, որովհետև շատ մանրամասն եմ ուսումնասիրել դա։ Դա ծնում է բազմաթիվ հարցեր։ Այո, ինչքան շատ ես խորանում, այդքան տեսնում ես, որ հարցեր կան անպատասխան մնացած։ Գիտեք, ձեզ հետ կարելի է զրուցել օրերով, ժամերով, շաբաթներով, վիճել, համաձայնվել եւ չհամաձայնվել, բայց մի ձեր դրույթի հետ բարձրապես հնարավոր չի չհամաձայնվել, դա այն դրույթն է, որ ասում եք, որ ամենաշատը սիրում եք, ձեզ համարում եք շատ խելացի մարդ եւ սիրում եք այն ընկերներին ձեր շրջապատի, ովքեր ձեզանից խելացի են։ Սիրելի բարեկամներ, այսպիսին էր այսօր բաց համալսարանի եթերը։ Վստահ եմ, որ մեծ հետաքրքրությամբ դիտեցիք։ Վստահ եմ, որ հասկացաք ինձ հետ միասին, մեկ անգամ եւս զգացիք, որ Հայաստանը լի է կարգին մարդկանցով, մտահոգ մարդկանցով, առաքելություն իրենց մեջ կրող եւ այդ առաքելությունը իրականացնող մարդկանցով։ Իսկ մեր հաղորդաշարը հենց այդ մարդկանց մասին է։ Հուսամ, որ մենք բոլորս հետս հետ է միավորվելով, որտեղ առանձին չի ստացվում, ոչ մի կերպ միավորվելով կկարողանանք մեր կյանքը փոխել դեպի լավը, շատ ավելի լավը, քան այն այսօր կա։ Ապրենք ստեղծագործ, խաղաղ եւ իհարկե առաջընթաց ունեցող կյանքով։ Շնորհակալություն մեր հյուրին, որի հետ ոչ թե կես ժամ 40 րոպե ժամերը չեն բավարարի, վստահ եմ մեկ անգամ եւս դուք կգաք մեզ հյուր եւ մենք կզրուցենք շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Շնորհակալություն։